Ինչ է կատարվում մեր օրգանիզմի հետ, երբ տապակած ժարի տարած կարտոֆիլ ենք ուտում։ Շատերը սիրում են տապակած կարտոֆիլը, բայց քչերը գիտեն, թե ընդամենը մի քանի րոպե անց ինչ գործընթացներ են սկսվում մեր օրգանիզմում։ Առաջին հերթին օրգանիզմը ստանում է մեծ քանակությամբ ածխաջրեր եւ ճարպեր։ Կարտոֆիլի օսլանն արագ վերածվում է գլյուկոզայի, ինչի հետևանքով արյան մեջ շաքարի մակարդակը արագ բարձրանում է։ Ի պատասխան ենթաստամոքսային գեղձը արտադրում է ինսուլին, որպեսզի գլյուկոզան տեղափոխվի բջիջներ։ Այդ պատճառով շատ մարդիկ սկզբում զգում են էներգիայի աճ, սակայն կարճ ժամանակ անց կրկին քաղց են զգում։ Տապակելու ընթացքում կարտոֆիլը կլանում է զգալի քանակությամբ ձետ, ինչի պատճառով դրա կալորիականությունը կրկնապատկվում է։ Օրգանիզմը ստիպված է ավելի երկար ժամանակ ծախսել այդ ճարպերը մարսելու համար, ինչը չափից շատ օգտագործման դեպքում ավելորդ կալորիաները կարող են կուտակվել ճարպային պաշարների տեսքով։ Եթե կարտոֆիլը տապակվում է շատ բարձր ջերմաստիճանում, հատկապես մինչև մուգ շագանակագույն դառնալը, կարող է առաջանալ ակրիլամիդ կոչվող նյութը։ Սրա երկարատև օգտագործումը վնասակար է մեր օրգանիզմի համար։ Միևնույն ժամանակ, տապակած կարտոֆիլը պարունակում է նաև կալիում եւ B-խմբի որոշ վիտամիններ, սակայն տապակման ընթացքում վիտամինների մեծ մասը քայքայվում է եւ մթերքը կորցնում է իր օգտակար հատկությունների զգալի մասը։ Մեծ հաշվով ամփոփելով պետք է նշել, որ ժարի տարած տապակած կարտոֆիլը գրեթե զուրկ է օգտակար հատկություններից, վիտամիններից կամ սննդանյութերից, եւ ընդհակառակը սրա երկարաժամկետ օգտագործումը միայն վնասելու է ձեր օրգանիզմը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին հաջորդ տեսանյութերը բաց չթողնելու համար։